Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ ինչու որոշեցիք առաջադրվել վարչապետի թեկնածու։ Այն կինոն տեսել եք, որ ասում է Նինան շատ խնդրեց։ Товарищ Шурик. А? Самое главное, Нина просила, чтобы это сделали именно вы. Нина сама просила? Очень. Նիկոլ Փաշյանին նկատի ունեք։ Հա ոնց ասեմ, չէ, ուղղակի ես ժողովրդին շատ եմ սիրում։ Բայց կարծես թե ժողովուրդը ձեզ չի սիրում։ Էդ ինչ կապ ունի, կարևորը ես եմ սիրում։ Նիկոլ Փաշինյանն էլ է սիրում։ Ավելի լավ, երկուսով միասին կսիրենք։ Ես վերջերս մի գիրք էի կարդում, երևի Կամասուտրա։ Չէ, գլոբալիզացիայի մասին անգլերեն լեզվով մի գիրք։ Как победить своих врагов։ Իմ անցած ճանապարհը հաղթանակների ճանապարհ է։ Կարող եք թվարկել այդ հաղթանակները։ Դե իհարկե կան բազմաթիվ հաղթանակներ, բայց հիմա ամեն ինչ թվարկել չեմ կարող։ Իհարկե, 98-ի Լևոն եմ հաղթել, 99-ին Վազգենին, 2000-ի Ստյուպին, 2008-ին ժողովրդին։ Փաստորեն ձեր բոլոր հաղթանակները միայն հայերի նկատմամբ են եղել։ Հետևաբար երաշխիք չկա, որ Նիկոլին նույնպես կհաղթեք, կարծում եք կհաղթահարեք 8%-ի շեմ։ Ինչի ձեր կարծիք հաղթանակների ժամանակ ռեյտինգս 8%-ից բարձր է եղել։ Լավ, պարոն Քոչարյան, ենթադրենք դարձակ վարչապետ, ընդդիմադիր մյուս ուժերի հետ ինչպես եք աշխատելու։ Կոնսոլիդացիայի լայն դաշտ եմ ստեղծելու։ Հետո բոլորին հրավիրելու եմ պապլավոկ ջազ լսելու, մնացածը տեխնիկայի հարց է։ Պատկերացրեք այսպիսի վիճակ. խորհրդարան են անցել միայն 3 ուժեր։ Ձեր դաշինքը, Ուժեղ Հայաստանը եւ ՔՓ-ն։ Էս ինչ եք ասում, հանցավոր իշխանությունների հետ քլխանց խոսացել ենք։ Ու ինձ գարանտիա են տվել, որ Ուժեղ Հայաստանին արգելելու են։ Այնուամենայնիվ պատկերացրեք, որ 3-ով անցել եք խորհրդարան ու ոչ մեկը մեծամասնություն չունի։ Ում կմիանաք, Սամվել Կարապետյանին, թե Նիկոլին։ Գիտեք ինչ, ախր բարդ հարց եք տալիս։ Չնայած հակասություններին, ես Նիկոլի հետ մի քանի գաղափարական ընդհանրություններ ունեմ։ Ես համարում եի, որ Ղարաբաղի հարցը լուծված փրծածա, ինքը լուծեց փրծավ։ Ես տեսախցիկների առաջ կինդեր ձվիկ էի ուտում, ինքը պերաշկի է ուտում։ Ես ուզում էի մեղրին փոխեմ լաչինի հետ, ինքը փոխեց, բայց Թրամփի WhatsApp-ի համարի հետ։ Ես ասում էի, ես եմ միակ տղամարդը, ինքը ասում է, ես եմ կառավարությունը։ Ես մարդկանց պրիվետ Ռոբի համար էի պատժում, ինքը Facebook-յան գրառումների մի խոսքով, հայերեն ասած, родственные души։ Իսկ այն տնաշեն Սամվել Կարապետյանը թողել դավաճանաբար գնացել Ռուսաստանում, դարձել միլիարդատեր։ Խիչեր կարա Հայաստանում միլիարդատեր դառնար։ Ձևը չգիտեր, թող հարցներ կասեի։ Այսինքն ավելի շուտ Նիկոլի հետ կոալիցիա կկազմեք, քան ուրիշների։ Կկազմեք որն է, ինչի եք ապառնի ժամանակով խոսում։ Տեսնում եք ինչ բառեր եմ սովորել, ճիշտ են ասում էլի, որ կրթվելը նորաձև է։ Շնորհակալություն հարցազրույցի համար։